Որոշ ապրանքատեսակներ առաջիկայում կարող են թանկանալ, նշում են տնտեսագետները։ Պատճառը Իրано-իսրայելական պատերազմի ֆոնին հնարավոր կոմունիկացիոն խնդիրներն են։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով հատկապես չինական որոշ ապրանքների ներկրումը արդեն իսկ առկախվել է։ Լուծումը նոր լոգիստիկ ուղիներ գտնելն է, բայց այս առումով Հայաստանի տնտեսական դիրքը բարենպաստ չէ։ Չինական ապրանքները եթե այլ ճանապարհով բերվեն, Ղազախստանի կամ Ռուսաստանի դաշնության միջոցով բերեն, նրանց բաղադրիչ չէ ինքնարժեքային բավականին բարձր լինելու։ Սա ինչը բերելու մեր շուկաներ։ Մեր շուկաներն բերելու է ապրանքային սով եւ ապրանքային սովից բացի ապրանքային պաշարների արդեն իսկ եղած պաշարների օգտագործում սպառման զուգընթաց լինելու ապրանքների գների բարձրացում։ Նախորդային կառավարությունից հայտարարել են, Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Տուժում են ինչպես ներկրողները, այնպես էլ արտահանողները։ Ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ հակամարտության այս քանի օրերի ընթացքում բնականաբար որոշակի խնդիրներ մեր տնտեսվարողները արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ կան, որոնք որ հիմա Բանդարաբաս նավահանգստում կանգնած են, դեռ դուրս չեն եկել, մի շարք բեռներ ճանապարհներին են կանգնած եւ բնականաբար եւ մենք արտահանման հետ կապված ունենք խնդիրներ եւ մեր ներմուծողները, որոնք Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծում են կատարում, ունեն այս պահին բազմաթիվ խնդիրներ։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւս նշել է, որ դեպի Հայաստան մատակարարումները կարող են խաթարվել, ձգձգվել, հնարավոր են թանկացումներ։ Հայաստանի տնտեսության վրա ստեղծված իրավիճակի ազդեցության վերաբերյալ նախարարությունը դեռ սցենարներ չի մշակել։ Ենթադրությունները կարող են շատ շեղվել եւ հենց որ զգանք, որ դրա կոնկրետությունը, ազդեցությունների կոնկրետությունը իհարկե տեսանելի է, բնականաբար համապատասխան վերլուծությունները կներկայացնեն կառավարությանը։ Իրանից ներկրվող հիմնական ապրանքներն են վառելանյութերը, շինանյութերը, մետաղները եւ այլն։ Հայաստանից նույն երկիր արտահանվող ապրանքների ծավալը բավականին փոքր է, նշում է տնտեսագետը։ Մենք հարավային դարպասով արտահանում չենք իրականացնում։ Հարավային դարպասում իրականացվող բոլոր աշխատանքները արտահանման բավականին փոքրածավալ են եւ արժեքային առումով նրանք Հայաստան Հանրապետության ընդհանուր արտահանման մեջ տեղ չեն գրավում։ 2024-ին Հայաստանում բացվեց աշխարհի ամենամեծ իրանական առևտրի կենտրոնը։ Նույն թվականի տվյալներով Իրանը Հայաստանի 4-րդ ամենախոշոր առևտրային գործընկերն է Ռուսաստանից, Չինաստանից ու Արաբական Միացյալ Էմիրություններից հետո, ավելի քան 730 միլիոն դոլար ցուցանիշով։ Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։